Էսի Minecraft-ը լավ է, էսի խաղում ասենց, խաղում է։ 7-ամյա Գորի համար աշխարհը կառուցվում է Minecraft-ում կամ լոգոների փոքրիկ դետալներով։ Այնտեղ ամեն ինչ պարզ է։ Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, կարող ես քանդել ու վայրկյանների ընթացքում նորը սարքել։ Բայց մինչ Գորը նախագծում է իր վիրտուալ տնակները, նրա թիկունքում իրական շինարարություն է։ Մրգաշատի մշակույթի տանն այս օրերին կառուցելու կանոնները փոխվել են։ Այստեղ խաղային վահանակներին փոխարինել են վրձիններն ու ներկերը, իսկ վիրտուալ ընկերներին իրական մարդիկ, որոնք ժամանել են աշխարհի ամենատարբեր ծայրերից։ Սա հայկական բարեգործական ընդհանուր միության «Հայեր համախմբվեք» ծրագիրն է, որի անունը պարզապես կոչ չէ, այլ իրական գործողություն։ 2020 թվականի պատերազմից հետո որպես հումանիտար նախաձեռնություն ծնված այս ծրագիրը այսօր արդեն համայնքներին նոր շունչ տալու առաքելություն ունի։ Այս տարվա համար որոշել ենք վերցնենք մրգաշատի մշակույթի տունը եւ ծրագիր առ ծրագիր վերանորոգենք տարբեր սենյակներ, որ վերջում արդեն դեկտեմբերին տեսնենք ամբողջական արդյունքը։ Հայեր համախմբվեքի այս փուլը համընկավ մի շատ կարևոր տոնի՝ հունիսի 1-ի հետ, ու որպեսզի երեխաների պաշտպանության օրը դառնա անմոռանալի, կամավորների թիմն առաջինն այցելեց Ջրվեժի մանկական զարգացման կենտրոն։ Իրենց հետ տարան ոչ միայն ժպիտներ, այլև հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հատուկ պատրաստված նվերներ, որոնք կամավորները անձամբ հանձնեցին երեխաներին, տոնը դարձնելով իրական հրաշք։ Հայաստան քալու բաժարկը փնտրեի գոր ավոր բաժարկը դա իմ գարձիկով ամեն հայ պետք է աշխատի ու լա սպիրկը լա Հայաստանի մեջ կարևոր չէ ճիշտ երկրի մեջ լա բայց սևով մասնակցից այս կազմակերպությունին հետ տենց իրակացնում ենք ամեն ինչը ու չգիտեմ իմ համար հայրենիքը իմ համար հողուչուրը շատ կարևոր բան է որ տենց էլի շարունակենք անենք շատ հաճելի է իմ համար իսկ ամենաշատ երեխեքի հետ եմ սիրում աշխատել եւ ավելի շուտ առողջապահությանի համար որ գիտենք որ հաստատվում ենք որ նրանք շատ առողջ եւ բարի են լինում հատուկ ամառվայի համար դպրոցը վերջացել է չենք ուզում ձանձրանան ու այդտենց օգնում ենք իրար ամսական 70 երեխա ենք սպասարկում այստեղ տարբեր զարգացման դժվարություններ ունեցող AGB-ի հետ մեր համագործակցությունը արդեն մի քանի տարի է, մանկական զարգացման հիմնադրամի տարբեր կենտրոններում է իրականացրել իր ներդրումը միջոցառումներում AGB-ում եւ մենք առիթը չեմ ուզում բաց թողնել ու շնորհակալություն հայտնել, որ միշտ մեր կողքին են։ Այս համախմբման ուժն ամենից լավ զգացվում է կամավորների լեզվական բազմազանության մեջ։ Կանադա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լիբանան, Իրան, այստեղ անգամ ֆրանսուհի Էման է, ով ազգությամբ հայ չէ, բայց եկել է Արմավիրի մարզի այս գյուղը պատ ներկելու, որովհետև բարությունը թարգմանության կարիք չունի։ Մրգաշատի մշակույթի տանն նորոգվում է նկարչության սենյակը։ Կամավորները այստեղ արդեն իրենցով են արել ամեն մի անկյունը։ Նրանք գիտեն այս պատերի ներքո վաղը նոր նկարիչներ են ծնվելու, որոնք աշխարհին պատմելու են մրգաշատի գույների մասին։ J'adore l'Arménie, j'adore les gens, j'adore la culture. Հայաստանը շատ գսիրեմ, ժողովրդին շատ գսիրեմ, քույրերը մշակույթը շատ գսիրեմ եւ երաժշտությունը շատ գսիրեմ։ Եվ ու իմանացա որ հոկենիկներ ասան պրոգրամ ունեգո, ուսի ինչու՞ չէ, եւ ուզեցի ցեվում օգտակցել։ Dans des projets communautaires. Այս սենյակը մենք սկզբում սկսեցինք պատերից, պատերն ենք պլաստ սկսել, այդան ասում չգիտեմ, ու հետո շշաթղթել ենք ու հետո ներկել ենք, մաքրել ենք, նոր կահույք ենք տրամադրել իրանց համար։ Այս կամավորական աշխատանքը ինձի շատ բաներ դվավ, լավ բաներ, օրինակ ծանոթացա տարբեր երկրների մարդոց հետ եւ իրանց բնավորության այս օրերի ընթացքում դիքը բաներ եմ ստացել այս ծրագրով եւ հասկացել եմ իրոք մի քանի թիմով իրոք ինչքան է օգնում մի բան փոխելու Մշակույթի տան ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց երախտագիտությունը։ Նրանց խոսքով այս նորոգված սենյակները նոր շունչ կտան գյուղի մշակութային կյանքին։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հայկական բարեգործական ընդհանուր միության ողջ անձնակազմին, կամավորներին, մեր համայնքում այսպիսի կարևոր եւ մեծ ծրագիր իրականացնելու համար։ Գույներով լի սենյակը, հունիսմեկյան նվերներն ու այն ջերմությունը, որը չի չափվում կիլոմետրերով։ Հայեր համախմբվեք ծրագիրը ցույց տվեց ամենամեծ փոփոխությունները սկսվում են մեկ սենյակից, մեկ վրձնահարվածից ու այն գիտակցումից, որ աշխարհի որ ծայրում էլ լինես, դու հայ երեխայի կողքին ես։ Կամավորների աշխատանքն ավարտված է, բայց մրգաշատցի երեխաների համար սա նոր ու գունեղ ճանապարհի սկիզբն է։